Հոգով սկսեցին, մարմնով էին վերջացնում։ Կարող է ես էլ եմ հոգով սկսել, մարմնով եմ վերջացնում։ Մենք մեզի պետք է հարց տանք սիրելիներ, որովհետև դա այնքան նուրբ է այդ սխալվելու պահը, որ մենք կարող է չզգանք, որ այսօր երբ որ մենք մեզի, նայեք տեսեք, երբ որ մենք մեզի դատապարտում ենք, դա խոսում է, որ մենք օրենքի տակ ենք։ Երբ որ մենք մեզի մեղադրում ենք, դա խոսում է, որ մենք օրենքի տակ ենք։ Երբ որ մենք որևէ մեկին մեղադրում ենք, մենք դա խոսում է, որ մենք դա օրենքի տակ ենք։ Երբ որ մենք օրենքի տակ ենք, մենք Քրիստոսից կտրված ենք։ Հասկանում եք սիրելիներ։ Մենք Քրիստոսից կտրված ենք, երբ որ մենք չափում ենք։ Այմար, իսկ մի օր չի ասում, հելն եմ աղոթեմ։ Հələ mən դիրքել չի կարդում, ինչի գիտեք, ինչի ենք դատում, որովհետև ես կարդում եմ, երբ որ ես սկսում եմ կարդալը, դնում եմ կողքինից չի կարդում, ինչի չես դիրք կարդում, այ աղբե ջան, գիտեք ինչից եմ ես ելնելով ասում, որովհետև ես կարդում եմ։ Երբ որ Աստված սկսում է իմ մեջ գործել, ու ինձ կարդալու մեջ սկսում է կանգնեցնել ու ինձ առաջնորդել, տեսնում եմ ես աղբերը չի կարդում, անտարբեր է, ասում եմ եղբայր, խիչ ես դիրք կարդում։ Երբ որ ես խոսքերը ասում եմ, ես մտնում եմ օրենքի տակ։ Երբ որ ես օրենքի տակ եմ մտնում, Աստված դադարում է իմ մեջ կարդալուց։ Ու ես էլ չեմ կարող կարդամ։ Ու ես չեմ կարող գտնեմ, թե պատճառը ինչն է։ Պատճառը նրանում է, որ ես չափեցի իմ եղբորը։ Ամեն։ Ասում եմ, չափով որ չափես, քեզ էլ պետք է չափվի։ Երբ որ ես չափում եմ, որ այմար երբ պետք է աղոթեք, մինչև երբ պետք է աղոթեք։ Ինչի համար եմ ես այս խոսքերը ասում, որովհետև ես աղոթում եմ։ Եթե ես աղոթող չլնեմ, ես ձեզ էլ չեմ մեղադրի, որ դուք չեք աղոթում։ Քանի որ ես աղոթող եմ, չէ՞, որովհետև ես Քրիստոսի շնորհքը դեռ չեմ հասկանում, բայց ես աղոթող եմ։ Երբ պետք է աղոթեք դուք, բա մինչև երբ պետք է աղոթեք։ Ես ինչ եմ անում, ձեզի չափում եմ։ Բայց երբ որ եթե ես Քրիստոս շնորհքը հասկանամ, շնորհը, որ ինձ շնորհ արե, որ իմ մեջ բխում է, իմ մեջ ապրում է, աղոթքի կյանք կա իմ մեջ, կարդալու կյանք կա իմ մեջ, ես ձեզ չեմ չափի, ամեն, հապա ես ձեզի ավելի կօգնեմ, ամեն, դրա համար սիրելիներ, օրենքը կտրում է Քրիստոսից, իսկ շնորհքը կանգնեցնում է մեզ Քրիստոսի աղբյուրին, հալելույա, օրհնյալ է մեր Տեր Աստվածը սիրելիներ։ Թող Աստված փառավորվի սիրելիներ։ Ձեր ուշքը այլ ավելի միտքը դարձրեք սիրելիներ, որ արդյոք հավատքի մեջ եք, արդյոք իսկապես հավատում եք, իսկապես հավատում եք Հիսուսին, արդյոք իսկապես ստեղ ամենացածրը ով է ստեղ, ամենաբարձրը ով է ստեղ։ Սիրելիներ, նայեք տեսեք, մենք մեր մեջ զգում ենք, մենք մեր մեջ զգում ենք, ես ինձ բարձրի տեղ եմ դրել այստեղ, իմ քույրերի եղբայրների մեջ, թե ինձի ցածրի տեղ եմ դրել։ Ես պետք է ամենացածրը գնամ, որովհետև Հիսուսը ամենացածր տեղում է։ Ուզում ես գտնես Հիսուսին, գնա ամենացածր տեղը եւ ընդ գտնես քո Հիսուսին։ Ամեն։ Իսկ որտեղ որ բարձր է, դու ընդ չես գտնի Հիսուսին։ Չէ՞։ Ընդ չես գտնի Հիսուսին։ Հիսուսին գտնում էին այն տեղերը, որտեղ որ իշխանավորներ չկային, ընդ բարձրավանդակներում նստած, բարձր աթոռների վրա նստած մարդիկ չկային։ Հիսուսը ամենացածր տեղերում է։ Հալելույա։ Ես որ ստեղ աղոթում էի, Տեր ինձ էր ասում էր որ դու բարձր ես թե ցածր ես, դու որտեղ ես կանգնած։ Ու ես զգացի, որ այո, ես պետք է ցածր տեղում կանգնեմ։ Եթե ես ցածր տեղում չկանգնեմ, Հիսուսին չի հանդիպի։ Ամեն։ Մեզ պետք է, որ Հիսուսը հանդիպի։ Մենք պետք է ցածրանանք, որ Հիսուսը հանդիպի։ Ով է քարոզիչը, ով է հովիվը, ով է երգիչը, ով է նվագողը, ով է։ Դա ամեն Աստծո շնորհն է։ Դա ամեն Աստծո շնորհն է։ Դա ամեն Աստծո ողորմությունն է։ Հիմա ես որ խոսում եմ, սա Աստծո շնորհն է։ Հավատում եք, Աստված եթե դադարի իմ մեջ, ես չեմ կարել բան խոսամ։ Ես կփակեմ, կվերջանա։ Ամեն։ Աստծո շնորհն է։ Ու մենք պետք է գանք Աստծո շնորհի առաջ։ Հայր, ես սիրում եմ քեզ։ Հայր, ես օրհնում եմ։ Հայր, ես շնորհակալ եմ քո սուրբ խաչի համար։ Քո սուրբ արյան համար, հայր, ես շնորհակալ եմ։ Ես չեմ գալիս թե որպես քարոզի սիրելիներ։ Ես չեմ գալի ձեր մեջ, որ ես քարոզի եկել եմ, քարոզեմ այսօր ձեզի։
Ես գալիս եմ ձեզի մեջ որպես մի հատ եղբայր։ Ամեն Հիսուսի անունով։ Օրհնյալ է նրա անունը, սիրելիներ։ Նրա անունը ամեն անունից վեր է։ Թող Տերը բարձրանա մեր սրտերում, սիրելիներ։ Թող Տերը բարձրանա բոլորից սրտերում։ Թող նրա հարության կյանքը բոլորից սրտերում հորդի Հիսուսի անունով։ Նա կենթանի է մեր մեջ, սիրելիներ։ Աստված կենթանի է։ Նա իմ մեջ կենթանի է։ Իսկ Աստծո խոսքը գրում է. ով որ իմ արյունը եւ մարմին ուտե, սիրելիներ, ես նոր էի ապաշխարել։ Ես նոր սկսել եմ հաղորդություն վերցնել, Տեր ինձ ես համարը սկսեց իմ սրտի հետ խոսել։ Ես լա չէի իմանում, որ Աստված խոսում է մարդկանց սրտերի հետ։ Ինձ ասում էր Գևորգ, կարդացել եմ, կարդում եմ այդ համարը։ Ասում էր ով որ իմ արյունը եւ մարմինը ուտե եւ խմե, ասում է, ինչպես ես հորս ձեռքով կենթանի եմ հորս համար, ով որ իմ արյունը եւ մարմինը ուտե եւ խմե, նա իմ ձեռքովս կենթանի կլինի ինձի համար։ Ինչ հոյակապ համարներ են։ Ես խենթացա, երբ որ Աստված խոսեց այդ սրտիս հետ, ու ես տարիներով ուրախանում եմ այդ համարով։ Ասում եմ հալելույա հայր, հալելույա Հիսուս, ասում եմ, որ ես քո ձեռքով կենթանի եմ քեզի համար։ Ամեն։ Մենք Աստծով ենք կենթանի Աստծո համար։ Այս ամանի Տերը ինքը Աստված է, հալելույա։ Այս անոթի Տերը ինքը Աստված է։ Այս անոթների Տերը ինքը Հիսուսն է։ Հիսուս արյունա թափե եւ ձեզ գնելա։ Ամեն մեկիդ առանձին արյունա դրվել։ Արյունա թափե եւ այդ արյունը խոսում է հավիտյանս հավետենից ավելի քան ավելի արյուն, ամեն։ Աստված քո Տերն է հավիտյանս հավետենից։ Նա որ սկսել է, նա պետք է ավարտի։ Ամեն, մենք ստեպետ ինչպես թե նստացեք, մենք այնպես կհավաքվենք մի օր երկնքում։ Ամեն, մենք կկանգնենք Աստծո առաջ եւ Աստված կասի հիշում եք այդ օրը, որ ես ձեզ հետ խոսում եմ։ Հալելույա։ Մենք կկանգնենք Աստծո սրաների մեջ։ Մենք կտեսնենք Աստծո փառքը, որովհետեւ սա Աստծո գործն է։ Հալելույա։ Հայր Հիսուս ինչ ասում։ Ոչ մեկը չի կարա հորս ձեռքից խլի ձեզի, որտեւ իմ հայրը ամենից մեծն է։ Ով կարա Ռաֆիկին խլի Աստծո ձեռքից։ Ով։ Թվում է թե Ռաֆիկը կարա փախնի Աստծուց։ Չի կարա։ Ով կարա Աստծուց փախչի։ Դավիթ ասեց դեր եթե փախչեմ, անունների մեջ քո ձեռքը այնտեղ է։ Ուր կարա փախչեր Դավիթ։ Դավիթը հասկացավ, որ ինքը Աստծուց չի կարա փախչի։ Ես էլ չեմ կարա փախչեմ։ Դու էլ չես կարա փախչել, որտեղ իմ Աստված եւ քո Աստվածը նույն Աստվածն է։ Դավիթի Աստվածը եւ իմ Աստվածը նույն Աստվածն է։ Քո Աստվածը եւ իմ Աստվածը նույնն է։ Քո հայրը իմ հայրը մեկը, հալելույա։ Եվ Հիսուս ասում էր ոչ մեկը իմ հորը ձեռքից չի կարա քեզի խլի։ Ով կարա այս իմ ձեռքից խլի։ Պետք է մեկը գտնվի, որ ավելի զորավոր լինի։ Բայց ով կա Աստծուց զորավոր, որ կարողանա խլի։ Թերևս ինձնից զորավոր մեկը գտնվի, սիրելիներ։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Ես ուրախ եմ իմ հորով, որ ոչ մեկը իմ հորը ձեռքից չի կարա ինձ խլի։ Մեկ օր կգա, ես կկանգնեմ Աստծո գետնի վրա, եւ իմ Աստծուն կպաշտեմ, ասեմ հալելույա հայր իմ, եւ իմ պսակը գցեմ մա հոր Աստծո առաջ, ասեմ հայր միայն դու ես արժանի, որովհետեւ սա Աստծո գործ է։ Ամեն։ Իսրայելը ինչքան Իսրայելը բաժին ուներ Աստծո մեջ, Քանանու երկիր գնալու այդքան են մենք։ Բայց սա Աստծո շնորհքն է։ Իր անունի համար։ Թող օրհնյալ լինի մեր Տերը եւ փառավորվի Հիսուսի անունով։ Հալելույա։